2026 թվականի իմ առաջին գիրքը Արքայազն Հարի Սփե գիրքն է։ Սփե թարգմանաբար նշանակում է պահեստային։ Առանձնացրել եմ կարևորագույն դրվագները։ Առաջինը պահեստայինի բարդությունն է։ Գրքի կենտրոնական գաղափարն է, որ Հարին ծնվել է որպես ժառանգին պահեստային։ Երկրորդը Արքայադուստր Դիանայի մահն է։ Դիանայի մահը գրքի ամենացավոտ հատվածներից է։ Հարին երկար ժամանակ չի հավատացել, որ մայրը մահացել է։ Կարծել է, թե դա բեմադրված է։ Այդ հոգեբանական տրավման նրան ուղեկցել է տարիներ շարունակ։ Անդրադարձել է նաև թագավորական ընտանիքի սառնությանը, էմոցիոնալ առումով սառը լինելուն և ընդհանրապես ասում է, որ նրանց փոխհարաբերությունները հիմնված էին պարտքի ու կարգավիճակի վրա։ Խոսել է նաև ավագ եղբոր Արքայազն Ուիլյամի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Այստեղ անդրադարձել է մրցակցությանը, նախանձին, ինչպես նաև պատմում է նրանց ֆիզիկական բախման պատմությունը։ Հարին խոստացել է, որ որևէ մեկի չի պատմի, որ ֆիզիկապես հարվածել է իրեն Ուիլյամը, իր ավագ եղբորը խոստանում է, բայց հետագայում իր մարմնի վրա եղած կապտուկների հետևանքով չի կարողանում այդ պատմությունը թաքցնել կնոջից Մեգան Մարքլից, ինչպես տեսնում եք գրքում ևս այդ մասին գրել է, հիմա ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։ Եղիսաբեթ II թագուհուն Հարին ներկայացնում է որպես իմաստուն, բայց սահմանափակ իշխանություն ունեցող կին, շատ ջերմությամբ է խոսում տատիկի մասին։ Հարիի կյանքի կարևորագույն իրադարձություններից է նրա զինվորական ծառայությունը Աֆղանստանում։ Նա ասում է, որ դա եղել է իր կյանքի այն շրջափուլը, երբ իրեն շատ կարևոր է զգացել ու առաջին անգամ հասկացել է, որ ինքը պարզապես պահեստային տարբերակ չէ։ Առանց ավելորդ կաշկանդվածության խոսում է թմրանյութերի և իր ունեցած հոգեկան ճգնաժամի մասին։ Նա օգտագործել է թմրանյութեր, իսկ հոգեկան ճգնաժամի ժամանակ հենց ավագ եղբայրը Ուիլյամը իրեն խորհուրդ է տվել, որպեսզի այցելի հոգեբանի։ Հարին ընդունել է այդ խորհուրդը ու ասում է, որ հոգեբանն իրոք իրեն օգնել է։ Մեգան Մարքլին Հարին ներկայացնում է որպես փրկություն։ Ասում է, որ առաջին անգամ մայրիկից հետո նրա կողմից է զգացել սեր, պաշտպանվածություն ու գտել իր ինքնությունը։ Բոլորս գիտենք, որ Հարին ընդհանրապես լրագրողներին չի սիրում ու իր համար մեդիան իրական չարիք է։ Այստեղ ես ինքս կարդալով գիրքը մի փոքր իրեն հասկանում եմ, անկեղծ ասած, որովհետև մեդիան ինչպես Դիանային էր թիրախավորում մորը, այնպես էլ կնոջն է փորձել թիրախավորել, ու բոլորս էլ տարբեր տաբլոիդներում կարդացել ենք այդ էժանագին հոդվածները նրա կնոջ մասին, անդրադառնում եմ մանրամասն այդ ամենին, ու ամենավատը գիտեք որն է, որ ասում է, երբ որ դիմում էր ընտանիքին օգնության համար, ասում է սովորական ընտանիքներում ոնց է լինում, երբ որ դիմում ես ընտանիքիդ անդամներին, իրենք փորձում են քեզ աջակցել, իսկ իր ընտանիքը ասել է, որ թագավորական ընտանիքը չի կարող միջամտել մեդիայի գործերին ու ոչինչ չի ձեռնարկել, անգամ երկար ժամանակ չի թողել, որպեսզի դատական գործ հարուցեն այդ տաբլոիդների նկատմամբ։ Հաջորդը հոր մասին է խոսում, արդեն թագավոր Չարլզին է անդրադառնում, ասում է, որ հայրը իրեն սիրում էր, բայց չէր հասկանում ու փորձել է միշտ զոհի կերպարում հայրը հանդես գալ, այսինքն չի փորձել հասկանալ, որ իր որդիները ևս վնասվում են մամուլի կողմից, քննադատվում են։ Նաև անդրադառնում է հոր նոր կնոջը Կամիլա Փարքեր Բոլզին, ասում է, որ նա բրիտանական մամուլի հետ համագործակցության հետևանքով կարողացել է իր անձի շուրջ ինչ-որ դրական իմիջ ստեղծել այնուամենայնիվ, ներկայացնել իրեն ավելի մարդկային և ընդունելի, և նրան նկարագրում է վտանգավոր, բայց ոչ չար կին։ Այստեղ շատ հետաքրքիր հատված կա գրքում, երբ որ Մեգանի և Հարիի հարսանեկան արարողությունից հետո տաբլոիդները գրում են, որ Մեգանը ստիպել է Քեյթին արտասթվել հարսնաքույր, եթե թարգմանենք, երբ որ փոքր աղջիկները ուղեկցում են Մեգանին դեպի եկեղեցի, այդ փոքրահասակ երեխաների թվում է նաև Քեյթի և Ուիլյամի դուստրը Շարլոտը, ասում է, որ Շարլոտի շորը մեծ է լինում և Քեյթը այդ հարցով դիմում է Մեգանին, որպեսզի վերջինս իր դերձակին ասի, որ փոքրացնեն շորը, ու այդ ժամանակ Մեգանը ստանում է տեղեկատվություն, որ իր հայրը պապարացիներին է վաճառել իր անձնական կյանքի վերաբերյալ որոշակի
փաստեր, այսինքն լուսանկարների տեսքով, ու շատ անտրամադիր է լինում ու Քեյթի հետ շատ կոպիտ է խոսում, որի համար հետագայում ներողություն է խնդրում։ Քեյթը ինքն իր հերթին ներողություն է խնդրում, որտեղ ասում է, որ հոգեբանական բարդ վիճակում է գտնվել Մեգանը ու ինքը այդ պահին իրեն անհանգստացրել է այդ հարցով, ու բրիտանական տաբլոիդները դա մեկնաբանել են, որ Մեգանը ստիպել է Քեյթին լաց լինել։ Հետագայում գրքում պարզաբանվում է, որ երբ որ Ուիլյամը արքայա ներողություն թագավոր Չարլզը եւ Կամիլան ինչ-որ շրջագայության են լինում, այդտեղ նրանցից մեկը, Կամիլան կամ Չարլզը, ասում են, որ մեզ պետք է սկանդալ երկու զույգերի միջև մրցակցություն։ Ու ըստ էության մենք տեսնում ենք, որ իրենք փորձում էին դրական արձագանքը իրենց համար պահել, իսկ բացասականը Ուիլյամի եւ Հարիի։ Ինձ համար հատկապես ուշագրավ է նրանց մեկնումը Կանադա եւ Հարին ասում է, որ ի սկզբանե իրենք չեն ուզեցել իրենց թագավորական լիազորությունները դադարեցնել, պարզապես ցանկացել են Մեծ Բրիտանիայից դուրս ապրել, որպեսզի բրիտանական մամուլի թիրախավորումից խուսափեն, բայց պալատը, ոչ թե Եղիսաբեթ II Չարլզը առանձին վերցած, այդ պալատը որոշել է, որ ոչ, եթե իրենք դրսում են ապրելու, իրենք պետք է նաև իրենց թագավորական լիազորությունները դադարեցնեն։